Ով է առաջարկել մարտի 8-ը կանանց միջազգային օր հռչակել։ Ճիշտն ասեմ, կոմունիստների ժամանակ է եղել, երևի չեմ էլ իմանում, թե ով է անձամբ հռչակել։ Գերմանացի են ինչ էր կնոջ անունը։ Կենտկոմիար Կլարացետկինը, հա։ Կլարացետկինը։ Առաջարկելը կոնկրետ չեմ հիշում, բայց ես գիտեմ, որ Կլարացետկինի նախաձեռնությունն է, թե ինքն էլ է առաջարկել, որ դա լինի որպես կանանց միջազգային տոն, այս բանը չեմ հիշում, բայց որպես նախաձեռնություն գիտեմ, որ իրենն է։ Ճիշտ եք ասում։ Կլարացետկին։ Կլարացետկինը։ Կլարացետկին մեկ էլ Լյուքսեմբուրգը։ Ով է առաջարկել մարտի 8-ը կանանց միջազգային օր հռչակել։ Մասիսը։ Մարտի 8-ը կանանց միջազգային օր հռչակել։ Ճիշտ ասած չգիտեմ։ Այ չեմ կարող ասեմ, դա արդեն Կլարացետկին։ Այն ինչ էր, կալարա եսիմի, չէ։ Ցետկին, Կլարացետկին, ճիշտ է։ Ինչ է ֆեմինիզմը։ Ինչ։ Ֆեմինիզմը։ Ֆեմինիզմ չգիտեմ։ Ֆեմինիզմ չգիտեմ։ Ֆեմինիզմը դա այդ process-ների մեջ կանանց շարժումն էր, իմ կարծիքով, որը էլի շարժիչ ուժերից մեկը ինձ Կլարացետկինն էր։ Այդտեղից առաջացավ, հետո դարձավ ֆեմինիզմ։ Շարժում կանանց իրավունքների նրանց բարձրացման համար շարժում էլի չգիտեմ։ Պայքար կանացի իրավունքների համար։ Ըստ ձեզ ինչու են ասում, որ աղջիկները թույլ սեռի ներկայացուցիչներ են։ Հիմա այս ներկատարում չի կարելի ասել։ Աղջիկները կան ավելի տոկուն, ավելի հոգով ամուր են, քան տղաները։ Հիմա այդ ժամանակին էր, որ խոնար իրանք թույլ էին պահում, այնպես չէ։ Հիմի տան կին կա, որ ինքն է իշխում, ինքն է ղեկավարում, առանց այդ կնոջ այդ ընտանիքը գոյություն չունի։ Գիտեք ինչ, թուլությունը նաև ուժեղություն է, այդ մեկի չսխալ է։ Ամեն թուլության տակ մեծ ուժ կա։ Եթե աղջիկը թույլ է, ուրեմն միշտ սիրված է։ Դա մեկ տղամարդկաց մեջ է դες, չէ։ Եթե աղջիկը ուժեղ է, տղամարդը ընդհանրապես վախում է, ուժեղ աղջիկների դրա համար ավելի լավ է։ Աչքը վախեցած։ Աղջիկը վախեցած է, հա։ Դե նոր պեակներ է, դե չգիտեմ։ Իրանց կարելի է միշտ Փայփայել։ հա, էլի արգել, փայփայել, սիրել։ Ես ընդունում եմ, որ թույլ սերի են ու որպես ծաղիկ նրանց հետ շատ զուշ է պետք վարվել եւ գնահատել։ Բայց հիմա չի ասի, որ թույլ են։ Ավելի ուժեղ է։ Լավ էլ պիտեն, չէ։ Աղջիկները թույլ չեն, ես չեմ կարծում թույլ են։ Նրանք ավելի ուժեղ են, քան տղաները։ Ըստ ձեզ ինչու են ասում, որ աղջիկները թույլ սեռի ներկայացուցիչներ են։ Քանի որ բնությունն է այդպես ստեղծել նրանց։ Կարծրատիպ կա, որ աղջիկներին դժվար է հասկանալ, ինչու։ Գիտեք, կա, եթե բարձ է, ասենք բարձ անգեղծ աղջիկ է, հասկանալը շատ հեշտ է։ Եթե շատ է սիրում, շատ հեշտ է հասկանալ։ Կարելի է հեշտ էլ հասկանալ, կարելի է դժվար էլ հասկանալ։ Օրինակ մարտի 8-ի օրը կարելի է լավ հասկանալ։ Ցանկացած աղջիկ, եթե մի հատ ծաղիկ մոտեցնենք, ինձ թվում է ինքը Աբջունի դողովես, այո, կուրախանա ու կհասկանան իրար, որ նա ծաղիկ նվիրեց, լավ էմոցիաներ էր եւ այլն։ Նայած թե որտեղ ենք դա ասում, գնահատում, փորձում տեսնել։ Կարող է մարդիկ տարիներով ամուսնական կյանքում իրար հետ ապրեն, բայց հələ իրար չճանաչեն, քանի որ աղջիկը խորը անդունդ է։ Աղջկան հասկանալը դա մի մեծ հանելուկ հանել է։ անկախատեսելի են։ Հենց էդի է, որ բերում է դրան, որ մի քիչ դժվար է հասկանալ, անկախատեսելի է։ Ինչով է դժվար օրինակ։ Տեղկա աղջիկներն են խապում, տեղկա տղերքն են խապում, իսկ խապելը շատ վատ բան է։ Կարծրատիպ կա, որ աղջիկներին դժվար է հասկանալ, ինչ կասեք այս մասին։ Կարծում եմ նրանց դժվար է հասկանալ։ Ինչու է դժվար։ Մեր բնությունը տարբեր է եւ երևի թե տղամարդը կնոջը այնքան լավ չի հասկանա, ինչքան կինը կնոջը։ Շարունակեք նախադասությունը, եթե մարտի 8-ին մոռացել ու կնոջը նվեր չեք գնել, Ուրեմն կնոջը եթե մոռացել ես, չես արգում, չես սիրում։ Եթե արգում ես քո կնոջը, չես մոռանա այդ օրը։ Շարունակեք նախադասությունը, եթե մարտի 8-ին մոռացել ու կնոջը նվեր չեք գնել, Հաջորդ օրը կգնամ, բայց թե չեմ մոռանում, մի վախեք։ Շարունակեք նախադասությունը, եթե մարտի 8-ին մոռացել ու կնոջը նվեր չեք գնել, Տուն մի գնա։ Շարունակեք նախադասությունը, եթե մարտի 8-ին մոռացել ու կնոջը նվեր չեք գնել, Ուրեմն աշխատանքի վայրում գործերը շատ են եղել։ Չեմ հիշել իր մասին։ Ու մի քիչ փոխադարձ է, եթե
կանայք փետրվարի 23-ը չեն մոռանում։ Ինչով են պարտավոր իրանք, որ մենք մարտի 8-ը մոռանանք։ Ես օրինակ չեմ մոռանում, каждый отвечает за себя։ Շարունակեք նախադասությունը, եթե մարտի 8-ին մոռացել ու կնոջը նվեր չեք գնել, ուրեմն Ուրեմն վատ է ելնելու։ Շարունակեք նախադասությունը, եթե մարտի 8-ին մոռացել եք ու կնոջը նվեր չեք առել, ուրեմն Ես երբեք չեմ մոռանում։ Դե բաց կա, միշտ էլ առնում եմ։ Շարունակեք նախադասությունը, եթե մարտի 8-ին մոռացել ու կնոջը նվեր չեք գնել, ուրեմն Մի հատ համբույր կտամ։ Շարունակեք նախադասությունը, եթե մարտի 8-ին մոռացել ու կնոջը նվեր չեք գնել, Ուրեմն վտանգված եք։ կյանքը Այո։ Շարունակեք նախադասությունը, եթե մարտի 8-ին մոռացել ու կնոջը նվեր չեք գնել, ուրեմն Ուրեմն վերջը տեկավ։ Դուք երբևէ մոռացել եք։ Հա։ Մոռացել եք դուք երբևէ։ Չէ։